Անապահովության համակարգում ընդգրկված 28 բալից ավել եւ էլի նոր գնահատման համակարգով ընդգրկված անձինք են մտնում եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները։ Հիմա ընդհանուր առմամբ քանի շահառուի մասին է խոսքը։ Ընդհանուր առմամբ, պարոն վարչապետ, այս բոլոր խմբերը միասին պետք է կազմեն մոտ 1.600.000 դրամ, այս թիվը առավելակ դրամ չէ, մարդ այդ Վայ ներողություն եմ խսում, մարդ 1.600.000 մարդ հենց առաջին փուլից մտնում, հա։ 1.600.000։ Այո, առաջին փուլի այսպես մաքսիմալ Այդքան շատ։ թիվը, այո, 1.600.000 հոգի են։ Ես մի քիչ ավելի քիչ էի մտածում։ 1.600.000։ Հիմա Տիկին Նավանյան, խնդրում եմ ինձ հիշեցրեք, թե մենք ի սկզբանե երբ ենք պլանավորում, որ պետքա մտներ համակարգը ուժի մեջ։ 2024 թվականի հուլիսից, թե 25 թվականի հուլիսից։ Պարոն վարչապետ, մենք կառավարության հայեցակարգով ընդունել էինք, այսպես նախանշված ժամկետներ էինք դրել, որ 24 թվականի կեսից պիլոտային ձևաչափով կսկսենք, հետո 25-ի կեսից արդեն համակարգը առաջին փուլը կմեկնարկի, ըստ էության 26 թվականի հունվարի 1-ից։